Accelerașitna. Սուրո, դու ռազոդա անես հանես, Երակ էր անձրևը։ Երկու վիրավորա, չէ։ Մասիս են տարե։ Որը հրաշ կա, մի քիչ էլ է Թարենյան ընկնում էր։ Մի քիչ էլ է Թարենյան հայտնվել էր բան կանալում, չէ։ Տիղմի մեջ։ Շտապօգնությունն է, չէ, տարը տղեր, չէ, շտապօգնություն, Մասիսի, չէ, Մասիսի շտապօգնություն։ Էսի որ գյուղն էր։ Սիփանիկ, չէ։ Բայց որտեղից է եկե։ Սրա հետքերն է։ Հեսա ես նոտ խոսում չակի կասել։ Էս է, եկած տեղերն է, Բաբաջանյան, այս։ Ստոլբին էլ է խփե, հա։ Մի քիչ է գնալ առաջ, հայտնվում էր այստեղ հեսա, այս բանի մեջ, կանալի մեջ։ Մայիսի 30-ն է, Արարատի մարզ, Opel Magnishi ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում, Սիփանիկ բնակավայրի վարչական տարածքում դուրս եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, մեկ շրջվել և հայտնվել ահա այս վիճակում, վթարի հետևանքով երկու հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները ևս քաղաքացիների հայտնացի օպերատիվորեն ժամանած Մասիս բժշկական կենտրոնի շտաբօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո այնուհետև վիրավորները տեղափոխվել են Երևան Էրեբունի բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները, գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի գլխավորությամբ։ Այս պահին
Բարեկները սահման ազատել են տարածքը, դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի, Արարատի մարզային քննչական վարչության, Մասիսի քննչական բաժին, իմ տեղեկություններով արդեն քննչական խումբը քննիչի գլխավորությամբ մեկնել է հիվանդանոց, ապա կժամանի դեպքի վայր։ Այս բետոնե սյանն է խփել, բախվել, ավտոմեքենայի դետալները տեսնում եք թափված են, ապա շրջվել է և հայտնվել այն վիճակում։ Երջանիկ պատահականությամբ, որ ավտոմեքենան չի հայտնվել ջրատարում, քանի որ մոտ մի քանի սանտիմ հեռավորության վրա արդեն մամռապատ, կարշահոտ ջրատարն է։